Բարի երեկո, եթերում Արտֆոկուսն է։ Երկրի գլխավոր եւ ամենամեծ կերպարվեստի թանգարանը Հայաստանի ազգային պատկերասրահը այս տարի ապրիլի 15-ին պաշտոնապես վերաբացվել է նոր տեսքով բովանդակային ժամանակակից լուծումներով, բազմազան ծրագրերով։ Վերանորոգման աշխատանքները սկսվել էին 2021 թվականին։ 4 տարվա ընթացքում փոխվել ու արդիականացվել են օդափոխության ջերմախոնավային համակարգերը, տեղադրվել են նոր վերելակներ, փոխվել է թանգարանի էքսպոզիցիան։ Զուգահեռաբար վերանորոգման եւ արդիականացման աշխատանքներ են անցկացվել պատկերասրահի մասնաճյուղերում։ Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցող փոփոխությունների, թանգարանի զարգացման միտումների, այլ կերպ ասած Հայաստանի ազգային պատկերասրահի ներկայի ու ապագայի մասին կխոսենք պատկերասրահի ցուցահանդեսային բաժնի ղեկավար, արվեստի պատմաբան Վիգեն Գալստյանի հետ։ Բարի երեկո Վիգեն, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարի երեկո։ Սկսենք գեղարվեստական բովանդակային մասից, ազգային պատկերասրահում մի կարևոր փոփոխություն է տեղի ունեցել, ցուցասրահներում փակվել են պատուհանները եւ դրա շնորհիվ պահոցներից բարձրացվել է շուրջ 400 աշխատանք եւ ներկայացվում է համալրվել է մշտական ցուցադրությունը այդ աշխատանքներով, ընդ որում աշխատանքներ, որոնք երբևէ չեն ցուցադրվել, անշուշտ դրանով մեկ այլ հարց է լուծվել, արևի ճառագայթներից պաշտպանվում են կտավները, հատկապես գրաֆիկան, որը նույնպես տուժում է այդ արևի լույսից։ Խնդրում եմ պատմել պատկերասրահի այդ 56 ցուցասրահները, ինչ սկզբունքով եք համադրել, ներկայացրել այսօր հանրությանը։ Այո, ինչպես նշեցիք, կառուցվածքային բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել, ընդ որում հենց ներսույթի, այսինքն ինտերիերի ձևափոխություն, փակվել են այդ պատուհանները, որոնք երկար տարիներ մեծ խնդիր էին առաջացնում թե թանգարանի ցուցանմուշների համար, պահպանության տեսանկյունից հատկապես։ Ես հիշում եմ երեխա ժամանակ, երբ որ այցելում էի պատկերասրահ 90-ականներին, այնտեղ պատուհանները ոչ միայն բաց են եւ այդ շատ ուժեղ լույսը ներթափանցում էր, այլ նաեւ կային ջրի տաշտակներ, որոնք դրված էին ուղիղ սրահներում խոնավություն ապահովելու համար, այսինքն համեմատական առումով հսկայական ցածկ է տեղի ունեցել եւ իհարկե այդ փոփոխությունների շնորհիվ որոշակիորեն ավելացել է ցուցադրության տարածքը, մակերեսը, որտեղ իհարկե սա հիմնականում դասական կերպարվեստի թանգարան է եւ անհրաժեշտ են այդ պատի մակերեսները, որպեսզի հնարավորինս շատ ցուցանմուշներ ցուցադրվեն։ Միևնույն ժամանակ ցավոք պետք է ասեմ, որ որոշ սրահներ փոքրացել են օդափոխության համակարգի տեղադրման պատճառով, այսինքն նոր պատեր են հայտնվել, պատերը առաջ են եկել եւ այլն եւ այլն, բայց հիմա ունենք շատ ավելի պատշաճ տարածություն, որտեղ հնարավոր է ժամանակի չափանիշներին համապատասխանող մշտական եւ ժամանակավոր ցուցադրություններ անել։ Դա իր հերթին եւ իհարկե այս վերանորոգումների գործընթացը նաեւ առիթ էր վերանայելու պատկերասրահի մշտական ցուցադրության հայեցակարգը եւ փորձել այն վերակազմակերպել նորովի, ելնելով մեր այսօրվա արվեստային, մշակութային եւ քաղաքական խնդիրներից եւ օրակարգերից։ Դրանք հիմքային են, բայց ես չի ուզի ասել, որ հեղափոխական են։ Հիմքային են այն առումով, որ հստակ շատ երկար քննարկվեց այդ գործընթացը, պետք է ասել, որովհետեւ վերանորոգումը մի քանի этаպով էր ընթանում եւ օրինակ առաջի 18-ից 19-րդ դարերի հայկական արվեստի ցուցասրահները բացվել էին դեռ 2024 թվականին։ Աստիճանաբար, այո, եւ այդ քննարկումների, խոսակցությունների, բանավեճերի նաեւ արդյունքում ամբողջ պատկերասրահի ամբողջ ազնագազմի հետ միասին եկանք ինչ որ ընդհանուր մի մոտեցման, որի հիմքում այն գաղափարներ, որ պետք է ինչ որ առումով պահպանել այն պատմական կորիզը,
կամ պատմական կմախքը, մշտական էքսպոզիցիա, այսինքն որոշ դրույթներ չեն փոխվել, հիմնական հայկական արվեստը ներկայացում է առանձին, համաշխարհային արվեստը ներկայացում է առանձին, սակայն պետք է ավելի հստակ հայեցակարգ եւ հստակ կառուցվածք ունենալ, որովհետեւ նախկինում, գիտեք, ոնց էր էքսպոզիցիան կառուցված, շատ աղոտ, ես կասեի, համադրումների միջոցով շեշտադրվում են մի քանի առանցքային, այսպես ասած, կամ կարևոր հեղինակներ եւ թեմաներ նաեւ գուցե։ Թեմաներ, գիտեք, նույնիսկ ես իրենց թեմաներ չէի անվանի, որովհետեւ օրինակ սփյուռքահայ արվեստը դա թեմա չի, դա ինքնին մի հատ հսկայական բարդ երևույթ է, բայց նախկինում չգիտես ինչու դրանք առանձնացված սրահում էին ներկայացված այդ գործերը, այդ հեղինակները, եւ շատ մեծ դիսոնանս կար, օրինակ մի քանի առավել հայտնի արվեստագետների ռեպրեզենտացման մեջ եւ գրեթե մնացած ամեն ինչի մեջ, այսինքն չէր հասկացվում, թե պատկերասրահը ինչպիսի պատմություն է ուզում ներկայացնի հայկական արվեստի վերաբերյալ։ Հստակ օրինակներ կարելի է։ Դե գիտեք ոնց, օրինակ նախկինում հենց ի սկզբանե, այսինքն երբ որ մտնում էր պատկերասրահ, շեշտը դրվում էր այդ մի քանի պատմականորեն, արդեն արժևորված հեղինակների վրա, օրինակ Հակոբ Հովնաթանյանն էր, Այվազովսկին էր, Վարդգես Սուրենյանցը, Եղիշե Թադևոսյանը, Գևորգ Բաշինջաղյանը, հետո այդ նույն միտումը շարունակվում էր արդեն դեպի 20-րդ դար, Մարտիրոս Սարյան, Հակոբ Կոջոյան եւ այլն եւ այլն։ Եվ թե ինչն էր փոխկապակցում այս հեղինակներին եւ ինչպիսի ընդհանուր համատեքստային զարգացումներ են տեղի ունեցել, իրականում պատկերասրահի ցուցադրությունը բավարար գաղափար չէր տալի, այդ ընդհանուր պատկերի եւ շարժումների մասին։ Այժմ թեպետ մենք հիմնականում պահել ենք այդ ամենասրահները, այսինքն կար Հակոբ Հովնաթանյանի, Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի եւ Եղիշե Թադևոսյանի եւ նաեւ Մարտիրոս Սարյանի մենասրահները, դրանք հնարավորինս հարստացված են կամ ասենց ասեմ բաղդատված են նաև այլ հեղինակների աշխատանքներով, որոնք աշխատել են այդ արվեստագետների շուրջ, նրանց զուգահեռ կամ նույնիսկ նրանց հակառակ, միևնույն ժամանակահատվածում։ Այսինքն մեր մոտեցումը նաև հստակեցնեն էլ այդ ժամանակագրությունը, ինչ է նշանակում։ Այդ ժամանակաշրջանում ինչ է տեղի ունեցել զուգահեռաբար եւ գուցե նաև թե աշխարհում նաև Հայաստանում, այսինքն դիտարկել ամեն ինչ ընդհանուր համատեքստում։ Թե 19-րդ դարի ցուցասրահներում, թե 20-րդ դարի արդի արվեստը ներկայացնող ցուցասրահներում դրանք փորձ են արվում, որովհետև սա միայն կարող է լինել փորձ, շատ դժվար է որևիցե թանգարանից ակնկալել ամբողջական ռեպրեզենտացիա այդ բոլոր բարդ եւ բազմակողմանի զարգացումների մասին, որոնք հայկական արվեստի պարագայում չափազանց շատ են։ Եվ մեր խնդիրն է նաև հենց այդ բազմաշերտությունն ու հագեցվածությունը այդ զարգացումների նաև գոնե մատնանշել, եթե ոչ ամբողջովին ներկայացնել։ Եվ հիմնականում կենտրոնացել ենք այն հիմնական երևույթների վրա, որոնք կարելի է ասել, որ շատ բնորոշիչ են մեր արվեստի համար, այսինքն այն հանգամանքները, որոնք փոխկապակցում են այս արվեստագետներին, որովհետև գիտեք ինչ, երբ որ արդեն միջնադարից անցում է արվում դեպի արդի ժամանակաշրջանի արվեստ, այսինքն 18-րդ դարի երկրորդ կեսերից սկսած, մեր հայ արվեստագետները, այսպես ասած, արդեն սկսում են աշխատել եվրոպական արվեստի ձևաչափերով եւ այդտեղ արդեն գնում է, այսինքն դու աշխատում ես արդեն համաշխարհային, օրակարգերի համաձայն, համաշխարհային արվեստի թելադրանքների համաձայն եւ շատ ավելի բարդանում է ասել, թե օրինակ ինչու է այս արվեստը հայկական կամ ռուսական կամ չգիտեմ ֆրանսիական եւ այլն, այսինքն ազգային
պատկանելության շրջանակները շատ ավելի դժվար է հստակ ցույց տալ, որովհետև եթե վերցնենք մեր արվեստագետների օրինակը, մինչ խորհրդային Հայաստանը, նրանցից շատերը մեծ մասը, գերակշռող մասը աշխատել է մերօրյա եւ պատմական Հայաստանի սահմաններից դուրս։ Այսինքն որպես արվեստագետներ նրանք կայացել են բացառապես այլ մշակութային համատեքստերում Ռուսաստանում, Ֆրանսիայում, Պարսկաստանում, Վրաստանում եւ այլն, եւ ուստի զուտ իրենց մի սրահում հավաքելու ասել, որ սա հայ արվեստ է զուտ այն պատճառով, որ այդ մարդիկ էթնիկ ծագմամբ հայեր են, դա իհարկե անհեթեթություն է, պետք է շատ հիմնավոր ձևով ներկայացնել, թե ինչու են այս արվեստագետների աշխատանքները եւ իրենց ստեղծած այդ ժառանգությունը հայկական, հա, եւ այդ իսկ պատճառով, ինչպես ասեցի, փորձեցինք համախմբել ստեղծագործողների գործերը, նույնիսկ տեղ-տեղ խախտելով այդ մենագրական սրահի տրամաբանությունները, այսինքն նույն արվեստագետի գործը կարելի է տեսնել տարբեր համատեքստերում, ինչպես օրինակ Գեղիշե Թադևոսյանի դեպքում է կամ Հմայակ Հակոբյանի դեպքում է, որպեսզի հստակ ցույց տանք, որ այս նույնիսկ տարբեր միջավայրերում եւ աշխարհագրականորեն տարբեր կետերում աշխատող արվեստագետներին, որոնք հայկական մշակութային պատկանելություն ունեն, հուզում են որոշակի ընդհանուր հարցեր եւ նրանք կիսում են որոշակի ընդհանուր տեսլականներ, հայացքներ, որոնք մշակութորեն ձևավորված հայացքներ են, այսինքն Վիգեն Պահոցներում ինչ բացահայտումներ եք արել, հա, հաշվի առնելով, որ 400 աշխատանք բարձրացել է ցուցասրահներ։ Գիտեք, պատկերասրահը հսկայական իրոք հավաքածու ունի, 40, հիմա նույնիսկ հստակ թիվը չեմ կարող ասել, 40,000 է, 45,000 է, մոտ շուրջ 45,000 ցուցանմուշ, դրան հավելյալ տասնյակ հազարավոր արխիվային նյութեր, որոնք նույնպես շատ կարևոր են, եւ իհարկե էքսպոզիցիայի վերանայման ընթացքում իհարկե մենք փորձեցինք դուրս բերել այն անտեսված աշխատանքները, որոնք արժանի էին ներկայացվելու եւ անտեսված հեղինակներին, որոնք արժանի են ներկայացվելու մշտական էքսպոզիցիայում, դրանց թվում են բազմաթիվ կին արվեստագետներ, որոնք երկար տարիներ անտեսված են եղել, սփյուռքահայ արվեստագետներ, որոնց աշխատանքների համար նոր համատեքստային հնարավորություններ ստեղծվեցին, որպեսզի դրանք ներկայացվեն եւ պետք է ասեմ, որ օրինակ նոր էքսպոզիցիայի կարևոր հայեցակարգային փոփոխություններից մեկը այն է, որ համաշխարհային արվեստի ցուցասրահներում ներկայացված են նաեւ ազգությամբ հայ արվեստագետներ, որոնք աշխատել են արտերկրում, այսինքն նրանց արվեստը միանշանակ կապված է այդ համաշխարհային տենդենսների հետ։ Մենք հայտնաբերեցինք, որ օրինակ 20-րդ դարի արտասահմանյան քանդակագործություն եւ դրա տենդենսները ներկայացնող աշխատանքներ պատկերասրահը չունի, բայց հետո հասկացանք, որ իրական ոչ ունի, որովհետեւ օրինակ Հակոբ Գյուրջյանը, Դարիա Կամսարականը, Նվարդ Զարյանը դրանք Եվրոպայում հաստատված, ճանաչված, հարգված, ցուցադրված արվեստագետներ էին եւ իրենց ճիշտ տեղը հենց այդ սրահում էր եւ ոչ անպայման հայկական սրահում։ Հայտնագործություններից գիտեք, այնքան շատ էին հայտնագործությունները, օրինակ մենակ մի օրինակ բերեմ, երբ որ վերանայում ենք միջազգային արվեստի սրահները, այդտեղ նույնպես կարևոր փոփոխություն արվեց, որ միջազգային արվեստը ներկայացվում է ոչ թե որպես արևմտաեվրոպական արվեստ, այլ համաշխարհային արվեստ, այսինքն այն այժմ ներառում է թե արևմուտքում ստեղծված արվեստը, թե արևելքում, թե Ամերիկայում, առայդ նախկինում դրանք առանձնացված բաժին են, արևելյան արվեստը առանձին ցուցասրահներում, այժմ դրանք միասնական տեսքով են ցուցադրվում եւ դա նաեւ հնարավորություն տվեց օրինակ այդ սրահներում ներկայացնելու մեր տարածաշրջանի որոշ արվեստագետների, որոնք նախկինում ոչ միտեղ չէին տեղավորվում, օրինակ վրացի արվեստագետների,
եւ ես զարմանս ինձ հայտնաբերեցի, որ պատկերասրահը օրինակ ունի երկու բացառիկ հետաքրքիր գործ Ալեքսանդր Շերվաշիձեի, որ ամենակարևոր աբխազ նկարիչն է, որի գործերը շուրջ 2 տարի առաջ կարծեմ ցավոք սրտի գրեթե ամբողջ ժառանգությունը վառվեց, շատ կարևոր արվեստագետի ժառանգության մեծ մասը այժմ գոյություն չունի եւ քանի որ պատկերասրահը ուներ երկու աշխատանք իրենից բավական հետաքրքիր, որոշեցինք, որ անպայման այդ գործը, որը երբևիցե չէր ցուցադրվել, ներկայացվի հենց եվրոպական համաշխարհային մոդեռնիզմը ներկայացնող ցուցասրահներում։ Վիգեն, տարիներ շարունակ խոսվում է ազգային պատկերասրահի պահոցների անմխիթար վիճակի մասին, որքանով է այդ հարցն այսօր լուծված։ Միայն մասամբ, ցավոք սրտի, որովհետև խնդիրը համակարգային է, այսինքն այստեղ զուտ տեխնիկական հագեցումների մասին չի խոսքը, այստեղ հենց կոնկրետ մասնաշենքի մասին է խոսքը։ Պատկերասրահի շենքը, մասնաշենքը եւ ոչ միայն պատկերասրահ, այդ ամբողջ համալիրը երբեք ի սկզբանե կառուցված չի եղել թանգարանային նպատակներին ծառայելու համար եւ տարիների ընթացքում մի քանի անգամ հիմնովին ձևափոխվել է եւ ցավոք սրտի կարելի ասել, որ այդ պահոցները, որոնք ես կպնդեմ շատ պատահական բնույթ են կրում ճարտարապետական կառուցվածքային բնույթ տեսանկյունից, ուղղակի այդ տարածքներն են, որ հարմարացրել են պահոցների տակ, ասենց ասեմ։ Եվ իհարկե դրանից բխում են տասնյակ խնդիրներ, սկսած խոնավությունից մինչև անվտանգություն եւ այլն եւ այլն, եւ այդ խնդիրները ընդհանրապես չի լինի լուծել, եթե չլուծվի հատուկ ֆոնդապահոցի մասնաշենքի հարցը։ Քանի որ ես հիմա բացահայտ եմ դա ասում, այս պահի դրությամբ ազգային պատկերասրահը ընդհանրապես տարածք չունի պահոցային նոր աշխատանքներ ձեռք բերելու։ Մենք այսպիսի օրհասական խնդրի առջև են կանգնած։ Գուցե դրանից է նաև ժամանակակից արվեստի բացն առաջանում ակամայից։ Միանշանակ, որտեվ եւ հատկապես ժամանակակից արվեստի պարագայում մենք ընդհանրապես չունենք որպես մեխանիզմներ այդ ժամանակակից արվեստը, որը ավանդական ձևաչափերից դուրս է, այո, եւ նաեւ պահանջում է տարածք։ Պահանջում է շատ մեծ տարածքներ, պահանջում է հատուկ տեխնոլոգիական սարքավորումներ, պայմաններ, այսինքն ժամանակակից արվեստը ենթադրենք, եթե տեսալսողական մեդիայով է արված, պատկերասրահին դրա համար պետք են սերվերներ, ոչ թե ֆիզիկական տուփեր եւ այլն, այսինքն արդեն խոսքը գնում է թվային արվեստի մասին, որի պահպանումը արդեն բացարձակապես այլ տիրույթում է, եւ չասեմ ինստալյացիոն արվեստի մասին, որը շատ հաճախ մեծ ծավալների է եւ դրանց համար հսկայական իրոք տարածքներ են պետք։ Այդ իսկ պատճառով բազմաթիվ կարևորագույն գլուխգործոցներ հայկական ժամանակակից արվեստի, հատկապես 90-ականների, որոնք ինստալյացիոն բնույթի են եւ շատ ծավալուն գործեր են, այսօր ոչնչացվել են։ Հնարավոր չի դրանք վերստեղծել, ոչ ոք դրանց պահպանմամբ չի զբաղվել եւ ես որպես արվեստի պատմաբան կարող եմ ասել, որ այդ ժամանակահատվածի մի հսկայական շերտ արվեստի այսօր մենք կորցրել ենք։ Ու դա նաև մեխանիկորեն ազդում է այսօր ստեղծագործող արվեստագետների վրա, ովքեր գիտակցում են, որ այդ ժանրերում ստեղծված աշխատանքները հնարավոր է պատկերասրահում չհայտնվեն կամ առհասարակ ցուցադրվելու տեղ չհայտնվի։ Դա ինչ որ տեխնիկական խնդիր է եւ առարկայորեն չի ներազդում այսօր ստեղծվող արվեստի վրա, բայց եթե արվեստագետը, այսօր երիտասարդ արվեստագետը, որը գնում է
թանգարաններ, ցուցասրահներ եւ տեսնում են ինչ պայմաններ կան, հա, ընդհանրապես տեխնիկականից սկսած կամ չի տեսնում նաեւ իր նախորդների արվեստը, բայց գալիս է եւ հիմնականում տեսնում է ինչ որ փոքր չափի ցուցասրահներ, ոչ մի տեխնիկական լուրջ հնարավորություն եւ նա որևիցե հակում կամ միտում չի տեսնում ծավալային, հա, գործեր ստեղծելու, այսինքն մասշտաբային գործեր ստեղծելու եւ շատ հաճախ, երբ որ ես աշխատում եմ ժամանակակից արվեստագետների, տեսնում եմ, որ նրանք գնալով նրանց մասշտաբները փոքրանում են, այսինքն փոքր չափի աշխատանքներ են անում, շատ ավելի պրակտիկ, որ հնարավոր լինի յուրացնել, ցուցադրել եւ այլն, որ գլխացավանք չդառնա։ Այսինքն այդ փոքրությունը ինքնին, հա, դա ոչ միայն ֆիզիկական փոքրություն է, այլև մտահորիզոնի փոքրություն, չէ՞, որտեվ եթե այսօր գնանք եվրոպական ցանկացած մայրաքաղաք կամ արվեստի կենտրոն, տեսնում ենք, թե ինչպիսի մասշտաբային, ներառական, ծավալային, տարածքային են դարել ժամանակակից արվեստը, նա արդեն չի սահմանափակվում ինչ-որ ցուցասրահների պատերով, այլ դուրս է գալիս ընդհանուր մինչև փողոց եւ այդ մասշտաբայնությունը մեր ժամանակակից արվեստին այսօր իհարկե պակասում է։ Սակայն սա մի խնդիր է, որին մենք շատ լավ գիտակցում ենք պատկերասրահում եւ պետք է ասեմ, որ պատկերասրահի թիմը հրաշալի աշխատանք է տանում, հնարավորինս այդ գործերը եղած, այսինքն ժառանգությունը, հավաքածուն ճիշտ պահպանելու, խնամելու հարցում, բայց դա սարսափելի մեծ դաժանակիր աշխատանք է, ես կասեի իմ նույնիսկ շատ ցենց աղոտ դիտարկմամբ, այս 2 տարի է ինչ ես ֆոնդերի հետ աշխատում եմ, ֆոնդերի առնվազն 90%-ը վերականգնման կամ ամրակայնման կարիք ունի, դա մի քանի սերունդների աշխատանք է եւ եթե մենք հիմքվանից չսկսենք լրջորեն դրանով զբաղվենք, իրոք մոտակա տարիներին կարող ենք տեսնել լուրջ կորուստներ։ Իսկ ինֆորմացիա կա, որ Հայաստանում այսօր գործում է մոտավորապես 100 վերականգնող մասնագետ ամբողջ երկրում։ Հետո հարց կա, թե այդ վերականգնող մասնագետների որակավորումները ինչ են, մասնագիտական ուղղվածությունները ինչ են, որովհետև շատ մեզ պակասում են հենց մասնագետ որակավորողները, օրինակ փայտի, ապակու եւ լուսանկարչության եւ այլն շատ միդիումներ, տեսակներ կան արվեստի եւ ցուցանմուշների, պատմական թեկուզ, հնագիտական, որոնց համապատասխան մասնագետները, որակավորված մասնագետները մենք չունենք։ Այո, համեմատաբար կարծում եմ մատյանների հետ աշխատելու ուղղվածությամբ մատենադարանը իհարկե այն պետք է ասել, որ շատ ողջունելի է եւ շատ լավ օրինակ են ծառայում, թե ինչպիսին պետք է լինի տվյալ հաստատության, թանգարանի հաստատության վերականգնման բաժինը։ Եվ նրանք շատ լուրջ հետևողական աշխատանք են տարել այդ ուղղությամբ։ Պատկերասրահը նույնպես փորձում է շատ հետևողական եւ լուրջ աշխատանք տանել, հագեցնելով տեխնիկական հնարավորությունները, բայց նաեւ անընդհատ վերավորակավորելով մասնագետներին, որոնք մեր մոտ աշխատում են, բայց նրանց այդ մարդկային ռեսուրսը շատ քիչ է այսօր պատկերասրահի, միայն պատկերասրահի հավաքածուի խնդիրները բավարարելու համար։ Ես չեմ ասում, որ շատ հաճախ պատկերասրահի վերականգնողները նաև մասնաճյուղերի կամ մարզային թանգարանների համար են աշխատանք տանում, բայց էլի պետք է ասեմ, որ հարցը հիմնային լուծում չի ստանա, եթե պետական մակարդակով այս հարցերը չլուծվեն, այսինքն եթե միայն լուծումները մնան թանգարանի ուսերին, Նաև հավանաբար վերականգնողական արհեստանոցների համար տարածք է պետք։ Իհարկե, օրինակ հիմա մենք ունենք աշխատանքներ, շատ մեծ չափի կտավներ են եւ այլն, այսինքն 5 եւ այլն մետրանոց կտավներ, որոնք ընդհանրապես հնարավորություն չկա վերականգնելու, որովհետեւ այդ
չափի ուղակի սենյակներ, լաբորատոր սենյակներ կամ ընդհանրապես սենյակներ պատկերասրահում չկան։ Այս խնդիրը գիտեք նաև ինչ ուրիշ հարցերի է մեզ առերեսում, որ երբ որ հիմա, երբ որ պատկերասրահը սկսել է շատ ակտիվ ձևով իրականացնել նոր միջազգային ծրագրեր, նաև տեղային նախագծեր, այսինքն ցուցահանդեսներ եւ այլն, մենք առերեսվում ենք այն խնդրին, որ օրինակ շատ հաճախ, եթե ուզում ենք X արվեստագետի անհատական ցուցահանդեսը տանենք, ինչպես օրինակ հիմա քննարկվում է շատ կարևոր մի քանի միջազգային թանգարանների հետ մեր դասականների ներկայացնելու կամ որոշակի թեմատիկ շրջանակի շուրջ հավաքված ցուցահանդես, մենք տեսնում ենք, որ չեն կարող դա անել, որովհետև այդ գործերի, ասենք 60-70%-ը վերականգնման կարիք ունի, լրջագույն վերականգնման կարիք ունի, որովհետև ասենք 80 տարի մած չի կպել այդ գործերին, դրանք վատ պայմաններում են պահպանվել եւ իհարկե այդ տեսքով մենք չենք կարող այդ մեր արվեստը տանել արտերկիր, որովհետեւ դա ցույց է տալիս, որ այսինքն որքան ես դու հոգատար քո իսկ մշակութային ժառանգության հանդեպ եւ որպիսի մենք այսինքն մեզանից շատ հաճախ ակնկալում են եւ պահանջում են, հա, այդ միջազգային նախագծեր, տեսանելիություն եւ այլն, բայց որպեսզի դա լինի, մենք պետք է ունենանք ֆոնդ, կայուն ֆոնդ կոնկրետ առարկաների, ես հələ ֆինանսական հարցերի մասին չեմ խոսում, որը դու կարող ես պատշաճ կերպով ցուցադրել։ Իսկ մենք շատ հաճախ չենք կարողանում դա անենք, որովհետեւ, ասենք 50 գործերից 30-ը պետքա հրատապ վերականգնման կարիք ունեն։ Անդրադարձակ ցուցադրությունների այլ ձևաչափերին, մասնավորապես ժամանակավոր ցուցադրությունների մասին կուզեի խոսեինք, ինչ ձևաչափի ցուցադրություններ է պատկերասրահը այսօր նախատեսում ներկայացնել հանրության, այսինքն կոնցեպտուալ տեսանկյունից նաև։ Գիտեք, շատ է փոխվել ցուցահանդեսային հայեցակարգը, նաև շնորհիվ տնօրեն Մարինա Հակոբյանի նախաձեռնության եւ քաջության, նա շատ լավ գիտակցում է, որ այսօր մենք խնդիր ունենք ոչ միայն պատկերասրահի ֆոնդերը շրջանառելու, այսինքն չենք կարող զուտ սահմանափակվենք այդ 2000 ցուցանմուշով, որ մշտապես ցուցադրվելու է, այլ պետք է անընդհատ վերանայել հավաքածուն եւ բերել հանդիսատեսին, բայց նաև անընդհատ վերանայման ենթարկել հենց հայկական արվեստի պատմությունը, դիտարկել այն տարբեր տեսանկյուններից, տարբեր դիրքերից, որովհետև միայն այդպես կարող ես դու բացահայտել թե այդ արվեստի նշանակությունը, թե այն արժեհամակարգերը, որոնք ձևավորվում են այդ արվեստի միջոցով, որովհետև գիտեք ինչ, հաճախ կա թյուր ըմբռնում կապված նրա թե ինչ են թանգարանները անում, օրինակ մեր մոտ տարածված է այն գիտակցությունը, որ թանգարանը դա այնտեղն է, որտեղ ինչ որ հաստատված արժեքներ կամ հաստատված արժեք ունեցող անշարժ իրենց տեղում են գտնվում։ Դե բերվում ու այնտեղ իրանք պահում են, բայց դա բացարձակապես այդպես չէ, շատ հաճախ ուղիղ հակառակն է այն առումով, որ թանգարանն է հենց այդ արժեքավոր առարկան ստեղծողը։ Թանգարանն է իմաստավորում եւ արժեհամակարգ ստեղծում այդ առարկաների շուրջ, այսինքն այնինչ մտնում է թանգարան եւ այնինչ գնում է ցուցադրության, որ արդեն իսկ լեգիտիմացման, հա, որոշակի շրջանակ է ստեղծում այդ առարկայի, հեղինակի եւ դրան առնչվող համատեքստի շուրջ, հա, իսկ եթե դա չի մտնում թանգարան, չի ցուցադրվում եւ օրինակ կան հեղինակներ, որ պատկերասրահի հավաքածուն եղել են 80-ից ավել տարի, երբևիցե չեն ցուցադրվել, ոչ մի ձևով, ոչ մի ձևաչափով, այս կամ այն պատճառներով, մնացել են այնինչ դրանք ոչ միայն պատմականորեն կարևոր են, այլ նաեւ նրանց արկայությունը այդ ընդհանուր համատեքստի մեջ շատ հաճախ
կարող է հիմնովին փոխել այդ հայկական արվեստ կամ արդի արվեստ հասկացողությունները, պատկերացումները, այո, թե մեր, թե նաև թե մեր, թե դրսի այցելուների, իհարկե, եւ իհարկե մեր խնդիրը զուտ ինչ որ բան փոխելու մեջ չի, հասկանում եք, ոչ թե որ մենք դա անում ենք, որ ինչ որ մի բան անպայման փոխենք, այլ անում ենք, որպեսզի առաջին հերթին հայկական արվեստը ներկայացվի հնարավորինս լիարժեք եւ հարուստ կերպով, այսինքն ինչքան ինքը ավելի բարդ է եւ բազմակողմանի է, այնքան ինքը ավելի հարուստ է, այնքան ինքը լայն է, այնքան ավելի ինքը ոչ գավառական է, այսպես ասեմ, էլի։ Այդ նպատակին ծառայելու համար հետազոտական ինչ աշխատանք է կատարվում պատկերասրահում, որտեղ հրատարակչությունը, հա, պատկերասրահի շուրջ 30 տարվա պատմություն ունի։ Սա շատ կարևոր հարց է, գիտահետազոտական աշխատանքը պատկերասրահում, որը անմիջականորեն կապված է ցուցահանդեսային գործունեության հետ։ Իհարկե, գիտահետազոտական աշխատանքը հաճախ տարվում է ցուցահանդեսների առաջ, դա կարող է լինել նույնիսկ մի քանի տարի տևող հետազոտական աշխատանքներ, օրինակ այժմ մի քանի ցուցահանդես ենք նախատեսում, կապված օրինակ որպես բերեմ, հաջորդ տարի ներկայացնելու ենք Մելքոմ Քեփապջյանի առաջի անհատական ցուցահանդեսը, կարևորագույն ֆրանսիահայ, օսմանահայ եւ ֆրանսիահայ արվեստագետ, որ 47 թվին ներգաղթեց Հայաստան եւ ցավոք սրտի նույն տարի այստեղ մահացավ եւ նրա ժառանգությունը, որը բացառիկ տեղ է գրավում հայկական մոդեռն արվեստի պատմության մեջ, նա կարելի է ասել առաջի հայ սյուրռեալիստ արվեստագետներից էր, բայց գրեթե բացարձակապես լայն հանրությանը անհայտ, եւ Սփյուռքահայ արվեստի բաժինը բավական երկար ժամանակ հետազոտել է այդ հավաքածուն եւ երբ որ ցուցահանդեսը բացվի, իհարկե կտպագրվի պատկերագիրքը, կատալոգը, համապատասխան տեղեկությամբ, նույնիսկ այդ տարական մակարդակի վրա, երբ որ դու հրապարակում եւ ոնց ասեմ, փաստագրական տեղեկություններ ես փոխանցում այդ արվեստագետների մասին, դա հսկայական կարևորություն ունեցող նյութ է, ռեսուրս է մեր արվեստաբանների, արվեստի պատմաբանների համար, հարյուրավոր, ես կարող եմ ասեմ, հազարավոր նկարիչներ կան, որ նույնիսկ այդ տարական, հա, թիմքային հրատարակությունները չունեն, ոչ մի մենագրություն, ոչ մի կատալոգ եւ այլն, բայց ես բավարար չեմ համարում դա, ես կարծում եմ, որ պատկերասրահը շատ ավելի լուրջ գիտական գործունեություն պետք է ծավալի, այսինքն այդտեղ մենք պետք է ունենանք գիտաժողովներ, նույնիսկ առանձին պարբերական, այժմ կա տարեգիրք, տարեգիրք է, հա, բայց կարծում եմ, որ ծավալները եւ տեմպերը կարող ենք շատ ավելի մեծացնել, Էլի միշտ հարցը գալիս է մարդկային ռեսուրսների եւ հնարավորությունների շուրջ, որովհետեւ մարդիկ, որոնք աշխատում են պատկերասրահում, գիտեք, հիմնականում աշխատում են նվիրվածությունից ելներով։ Բոլոր թանգարաններում։ Բոլոր թանգարաններում։ Սա կարևոր հարց է, որովհետեւ այս դաշտում արդեն իսկ այնքան քիչ մարդ կա Հայաստանում, որ էքսկուրսավարներ, այո, եւ մենք անդադ խոսում ենք մշակութային համակարգի զարգացման մասին, որ Հայաստանում պետք է խթանվի туриզմը եւ այլն, բայց ինչի շուրջ է ձևավորվելու այդ տնտեսությունը, պարզ է, չէ, որ այդ մշակութային կառույցները առաջին հերթին պետք է ձևավորեն այդ էկոհամակարգը եւ դրա մեջ ներդրումներ պետք է արվեն, որովհետեւ մշակույթից եկող տնտեսական արդյունքները դրանք ուղղակի չեն, հա, դրանք երկրորդական են։ Մարդիկ գալիս են երկիր, որպեսզի ինչ-որ հետաքրքիր մշակույթ տեսնեն, հետո գնում են այս կողմ, այն կողմ եւ ամենուր եւ խթանում են տնտեսությունը, հա, այդ ավելի լայն առումով։ Եվ պետք է այդ վերաբերմունքը միանշանակ փոխվի, եթե ուզում ենք, որ ոչ միայն այս գլխավոր թանգարանները, այսինքն մայր թանգարանները, Մատենադարան պատմության թանգարան, պատկերասրահ եւ այլն զարգանան, այլ նաեւ թանգարանները մարզերում, որոնք շատ կարևոր գործառույթ ունեն, հենց տեղային, այո, կրթական, տնտեսական, սոցիալական,
հա, եթե ունես մեծ քաղաք, ինչպես օրինակ Գյումրին է, բայց չունես պատկերասրահ, չգիտես ինչու Գյումրիի պատկերասրահը երկրաշարժից հետո փակվեց եւ երբևէ չվերաբացվեց, չնայած դա Հայաստանում ամենահին քաղաքային պատկերասրահն էր, շատ կարևոր մշակույթ ձևավորող հանգամանք էր եւ գյումրեցիները շատ հպարտ էին, որ իրանք ունեին այդ թանգարանը, պատկերասրահը եւ հիմա իրանք զրկված են դրանից եւ այդտեղ արդեն տեսնում ենք, որ որոշակի սոցիալական առումով խոռոչ կա, որը ինչ օրս չի փակվել։ Այսինքն սրանք հարցեր են, որոնք զուտ տեսնեղ մասնագիտական տիրույթից դուրս պետք է դիտարկել, դրանք ունեն շատ ավելի լայն ազդեցություն։ Դրա համար երբ որ խոսում ենք թանգարանների մասին, պետք չի մտածել միայն գլուխգործոցներ, չգիտեմ, հայտնի անուններ կամ ինչ որ սակրալ առարկաներ եւ այլն, դրա մասին չի բացարձակ այսօրվա ժամանակակից թանգարանը։ Ժամանակակից թանգարանը դա այն տեղն է, որտեղ հասարակությունը ինքնակրթվում է, որտեղ հասարակությունը կազմավորվում է, որտեղ հասարակությունը, այո, որտեղ սոցիալիզացվում է, գիտեք, այսօր այնքան քիչ են դարձել այդ տեղերը, որտեղ մարդիկ կարող են միասին լինել մի տարածքում եւ որակյալ ժամանակ անցկացնել, շփվել, բայց շփվել նաեւ իմաստ ստեղծելով, հասկանում եք, այդ ոչ թե սպառողական առումով, այլ դա շփում է փոխհարաբերություններ են, որոնք իմաստ են ստեղծում եւ վերահաստատում են այն ընդհանուր արժեքները, որոնք մենք կիսում ենք եւ մեզ պահում են քաղաքակիրթ։ Եթե այդ տարածքները չկան, այդ տեսնում ես, որ այդ քաղաքակրթության մակարդակը շատ կտրուկ սկսում է իջնել։ Վիգեն, շնորհակալություն մի շարք բոլորից հուզող հարցերին, անհանգստացնող հարցերին, այդքան խորքային պատասխաններ տալու համար, այո։ Չգիտեմ ինչքանով խորքային, բայց ամեն դեպքում սրանք խոսակցություններ են եւ հարցեր են, որոնք պետք է շարունակվեն քննարկվել եւ այո, որպեսզի ստանան լուծումներ։ Այո, միանշանակ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Թանգարանները մեր մշակույթի, կրթության կարևորագույն կենտրոններն են, որտեղ պահվում եւ ներկայացվում են մեր պատմական հիշողությունը, կարևոր իրադարձությունների, փաստերի, մեր ազգային ինքնության, արվեստի ու մշակույթի վկայությունները։ Ոգևորիչ է, երբ հարստությունը փաթեթավորվում է ժամանակակից մոտեցումներին համահունչ եւ վերածվում շնչող, փոփոխվող, զարգացող թանգարանի։ Հետևեք պատկերասրահի սոցիալական էջերին, տեղեկացեք ցուցահանդեսների եւ տարաբնույթ միջոցառումների մասին, նաեւ մի մոռացեք հետևել մեզ շողակաթ.am կայքում, սոցիալական մեդիայում, անշուշտ շողակաթ հեռուստաընկերության եթերում։ Այսօրվա համար այսքանը, ցտեսություն։